Norquis Batista, Juan Pablo Nava, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Լավ։ Կարող եմ արդեն խոսել։ Ես ուզում եմ ասել, որ իսկական վանականը ես չեմ։ Ու այս տեսաժապավանը ձայնագրել եմ, որ եթե պարոն Օվիդիոն դավաճանի ինձ, դուք ճշմարտությունն իմանաք։ Նորից եմ ասում, վանականը ես չեմ։ Ես ուղղակի նրա նման եմ հագնվել։ Ընդամենը դա։ Ես չեմ վանականը։ Սա հենց մեր ուզած փաստարկն է, որպեսզի ապացուցենք, որ վանականը պատիլան չէ։ Իսկական վանականը մեր շուրջն է պտտվում։ Բայց ինչու են տեսագրել Պադիլայի խոստովանությունը։ Չգիտեմ, Մակոն։ Միգուցե բարկացել է, որ իր էությունը քողարկել են ու դրա համար Պադիլային ստիպել է, որ տեսագրի իր խոստովանությունը։ Լավ, բայց Օվիդիոն պնդում է, որ Պադիլան իսկական վանականն է ու ասում է, որ այս տեսաերեսը ձայնագրել է, որպեսզի վրեժխնդիր լինի նրանից, որովհետև նա գիտեր, որ նա կործանված է։ Ոչ, մի հավատա նրան Սանտիագո, որովհետև այդտեղ Պադիլայի սարսափած դեմքը արդեն ամեն ինչ ասում է։ Հասկանում ես։ Հասկանում ես ինչ նկատի ունեմ։ Ես չի ասի, որ նա ծաղրում է Օվիդիոյին։ Այո։ Հիշեցնեմ դες, որ դուք եղբորս մասին եք խոսում։ Միշտ եք եզրակացություններ անել, եթե ապացույցներ չունեք։ Սանտիագո, կարող ենք վերցնել այս տեսաերեսը, խնդրում եմ։ Այո, իհարկե վերցրեք, բայց եզրակացություններ մի արեք, հատկապես եթե ապացույցներ չունեք։ Ինչպես թե Օվիդիոն սիրահարվել է քեզ։ Դու եւ քո մեծ բերանը երբեք հանգիստ չեք մնում։ Դե հիմա հորինիր տեսնեմ ինչ ես ասում։ Ոչ, խնդրում եմ Ալեքսանդրա, դու ամուսնացած կին ես ու Օվիդիոն դա շատ լավ գիտի եւ հենց այդ պատճառով էլ չէր կարող քեզ սիրո խոստովանություն անել։ Բայց խոստովանել է պարոն Տոնի։ Նա ինձ ասաց, որ իմ մեջ քրոջս է տեսնում, որ ես նրան եմ հիշեցնում, որ նրա համար դժվար է ինձ քրոջս նման հագնված տեսնել։ Եվ այդ պատճառով կարծում ես, որ Օվիդիոն է վանականը, որ նա ուզում է սպանել քեզ, որովհետև քո մեջ Անաստասիային է տեսնում։ Իր սեր Աստծո։ Դու կարող ես ծաղրել ինձ, եթե ուզում ես, բայց ինձ ոչ ոք չի հիմարեցնի։ Բթամիտների հավաքածու։ Խնդրում եմ աղջիկս, խնդրում եմ դու պետք է հասկանաս Օվիդիոյին, պիտի հասկանաս, թե ինչու են այդպես մտածում, ինչու է քո մեջ Անաստասիային տեսնում։ Իրականում նրա համար շատ դժվար էր հաղթահարել այդ վիշտը ու ընդունել Անաստասիայի մահը։ Քույրս մահացած չէ, ես դա գիտեմ։ Այո, եղավ, լավ, բայց այն, որ Օվիդիոն քո մեջ Անաստասիային է տեսնում, չի նշանակում, որ ուզում է սպանել քեզ։ Այո, ճիշտ է։ Այդպես ես ասում, որովհետև դու չես այդ սատանայի հետ ամուսնացել։ Աղջիկս, խնդրում եմ, իմ սենյակ գնա։ Ես ուզում եմ հանգստանալ, խնդրում եմ։ Եթե Յոլանդան գա կամ զանգի, անպայման տեղեկացրու ինձ, կարևոր բան պիտի ասեմ նրան, լավ։ Հիմա Նեապոլյան սպագետտի կուտես։ Ահա, ներիր, ես մի քիչ ամփույթ եմ։ Նստիր տեքրս, նստիր, մենք հիմա սոուսով մակարոն կուտենք։ Թույլ տուր Ագրիպինա, խնդրում եմ։ Շնորհակալություն տեքրս։ Նստիր։ Ապրես, ապրես։ Սոուսը։ Թույլ տուր, հյուրասիրեմ քեզ, թույլ տուր։ Վերցրու իմ տիրուհի։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հիմա տեքրս, այսպես։ Կամաց սկսում ես իտալերեն սովորել։ Այո, Հրաշալի է։ դե սկսենք։ Այդ ինչ ես անում, եթե դու Իտալիայում այդքան մակարոն ուտես, քեզ վրա կծիծաղեն տեքրս, այսպես արա։ Այո, պատարակաղը, գթալն այսպես վերցրու ու այսպես արա, պտտիր։ Ես հիմա ցույց կտամ ինչպես, տեսնենք։ Օգնեմ քեզ։ Ոչ, կարիք չկա։ Գոհես քո բոլոր գնաց իրերից։ Իհարկե, սրտովս եմ։ Վաղը շալվարը կհագնեմ, իսկ վաղը չեմ մյուս օրը վերնաշապիկը։ Բայց մի զգեստը պետք է հատուկ առիթների համար պահես։
Ոչ, իսկ եթե մեռնեմ եւ ինչ-որ մեկը դա հագնի։ Ոչ, ես ուզում եմ բոլորը հագնել։ Ահա որ կլինի, եթե Մակոին դուրս չգան դրանք, չէ։ Եթե նա չհավանի ստիպած պիտի լինի հարմարվել, որովհետև ես արդեն մեծ եմ, որպեսի մտածեմ, թե ուրիշներն ինչ են մտածում իմ մասին։ Համել ես հիմա անկախ կին եմ ու ինքս եմ որոշում ներկայացնում։ Գոյիտա միշտ ապիր ամեն ինչ իր ժամանակին։ Գիտեմ, Պիա, դրա համար էլ քեզ խնդրեցի, որ օգնես ինձ գնումներ անել, որովհետև այս պահին իմ գրպանները դատարկ են, բայց ես Աուրելիոին կխնդրեմ, որ աշխատանք գտնի ինձ համար։ Մյուս անգամ ես ինքս կվճարեմ։ Գնանք։ Ամեն դեպքում զգուշ եղիր Զարմիկ։ Վանականը խենթ է։ Նա մեր շուրջն է պատտվում։ Այո, մի անհանգստացիր Աուրելիո, ես զգուշ կլինեմ։ Գնա Աստված քեզ հետ։ Ամեն։ Հաջողություն։ Ներեցեք։ Ահա եւ իմ զեկույցը։ Բայց սա ընդամենը մաքուր թուղթ է։ Այո, հենց դա էլ զգում եմ, դատարկություն։ Ես գիտեմ, որ ոչ մեկին պետք չեմ, ոչ ոք իմ կարծիքը հաշվի չի առնում, որ դուք մտածում եք, որ ես հիմար եմ, որ չեմ կարող խանութի իմիջը լինել։ Դու հենց դա ես ուզում լինել։ Ընդամենը խանութի իմիջը։ Ես միշտ էլ ցանկացել եմ խանութի իմիջը լինել, բայց արտասովորն ինձանից խլել է այդ աշխատանքը։ Լավ է, դա այդքան կարևոր է քեզ համար ու կարծում ես, որ դրանով կօգնես մեզ։ Ուրեմն խնդիր չկա։ Ես օրեղ Պարակվիլեսի հետ կխոսեմ, որպեսզի տեղակ պայ գովազային գործակալություններին, որ դու արշավ ես կազմակերպելու։ Այո, Սանտիագո, լուրջ ես ասում, չէ՞։ Այո, իհարկե։ Այդպես մենք կվերստեղծենք մեր արտասովորի դասական կերպարը։ Ոչ, կրկին անգամ ոչ։ Ես ուզում եմ եզակի կերպար լինել, ինձ ոչ մի նմանակում հարկավոր չէ։ Պատվերն է։ Շնորհակալ եմ։ Ձեր պատվերը։ Ապրեք, վերցուսա։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, բարի գիշեր։ Ճաշը մատուցված է։ Mamma mia si salterà, cuore bella per danzare, chi in amor non mancherà, già la luce in mezzo al mare, mamma mia si salterà, cuore bella per danzare, chi in amor. Oh, guarda. Գրողը տանի, այս ամենն ինձ համար է։ Իսկ ուրիշելում, ամեցիր խնդրեմ։ Շնորհակալ եմ, տեքրս։ Այսօր իմ կյանքի ամենագեղեցիկ օրն է։ Ակվիլես, այդտեղ ես։ Ես եմ Բրոմելյան քո կինը։ Ավելի լավ է բացես դուռը։ Բաց արա դուռը, Ակվիլես, այլապես կկոտրեմ։ Ակվիլես, բաց արա դուռը։ Կարող եմ արդեն խոսել։ Լավ։ Ես ուզում եմ ասել, որ իսկական վանականը ես չեմ։ Ու այս տեսաշապավանը ձայնագրել եմ, որ եթե պարոն Օվիդիոն դավաճանի ինձ, դուք ճշմարտությունն իմանաք։ Նորից եմ ասում։ Վանականը ես չեմ։ Ես ընդամենը նրա նման եմ հագնվել։ Ընկերս, արի այլևս չշարունակենք, խնդրում եմ, սա սխալմունք էր։ Ես այլևս քեզ պես չեմ հագնվի, երդվում եմ, որ չեմ հագնվի։ Միայն թե ինձ հետ ոչինչ մի արա։ Մեր կասկածները ճիշտ դուրս եկան սիրելիս։ Օվիդիոն վարձել էր Պադիլային, որպեսզի սպանի քեզ։ Ես օգնել եմ այս ապրումներից, Աուրելիո, եթե Օվիդիոն ուզում է սպանել ինձ, ինչու չի վերցնում ատրճանակը ու սպանում ինձ, ինչու։ Որովհետև նա ուզում է իրեն զոհի տեղ դնել։ Ուզում է, որ բոլորը իրեն խղճուկրակ այրի համարեն։ Ու մխիթար են իրեն։ Նա դրա համար է վարձել Պադիլային, հասկանում ես։ Այո, բայց չի պատկերացրել, որ Պադիլայի խիղճը վերջի րոպեին կարող է արթնանալ։ Այո, դրա համար է Պադիլան որոշել է խոստովանել տեսախցիկի առջև։ Նա իմացել է, որ Օվիդիոն վաղ թե ուշ կդավաճանի իրեն։ Ոչ, այս տեսաերիզը վանականն տեսագրել, որովհետև նա կրկնօրինակներ չի սիրում, նա ուզում է միակը լինել։ Լոգարան գնա։ Ես կզբաղվեմ Բրոմելիայով։ Ակվիլես,
Ակվիլես։ Դու փողոցայինի հետ էիր զվարճանում այնպես, չէ՞։ Խոսիր, պատասխանիր Ակվիլես։ Ինչու այսքան ուշացար։ Ես քեզ եմ սպասում, փիսիկս։ Մակո, մենք պետք է խոսենք։ Տեսնես որտեղ եմ լսել այս երգը։ Ես չեմ կատակում Մակո, Գոյիտան մեծ հույսերը կապում քեզ հետ։ Նրան շատ է ոգևորել մատանու եւ զբոսայգու պատմությունը։ Լսիր Տիկին, նախ եւ առաջ դա պատմություն չէ։ Ուզում եմ ասել ձեր քույրը, ընկեր էր ուզում։ Ես նրան ինձ առաջարկեցի։ Բայց դու խափում ես նրան։ Ոչ չեմ խփում։ Ես ձեր քրոջն ավելի լուրջ եմ ընդունում, քան կտակարանի, սահմանադրության եւ բեյսբոլի բոլոր կանոնները միասին վերցրած։ Ես սիրում եմ նրան։ Ուրեմն ինչու չեմ կարող նրա ընկերը լինել։ Դու շատ լավ գիտես, թե ինչու Մակո։ Իսկ ինչու հուշեք ինձ։ Դա 15 տարեկան է, ոչ 30-ը, ու շատ գեղեցիկ այնպես չէ։ Թե միգուցե դուք եք ինձ հրաշի ու կանանց սրտերը գրավող մոլագարի տեղ դնում։ Ինչպես տեսնում ես, ճաշը քեզ համար եմ պատրվել փիսիկս։ Արի ճաշենք, սուշի եւ իհարկե մնացած բաները, որ դու սիրում ես։ Սա արդեն ինձ դուր է գալիս Ակվիլես։ Այո։ Ես էժանագին բաներ չեմ սիրում։ Տեսնում եմ մի փոքր գումար ես ծախսել։ Իհարկե։ Վերջապես ցույց ես տալիս ինձ քո սերը, ինչը պետք է վաղուց անեիր։ Արի խմենք։ Ինձ սակ է լցրում։ Դա ինձ համար է հիմար, տխմար։ Ես սակե շատ եմ սիրում։ Սակե։ Այո, ես նույնպես։ Ակվիլես։ Սա իսկապես ինձ համար էր։ Թե ուրիշ կնոջ համար էր պատրաստված։ Ես չեմ ուզում, որ դու Գոյիտայից հեռու մնաս, դու կարող ես նրա ընկերը լինել Մակո, բայց խնդրում եմ, նրան զուր հույսեր մի տուր, մի ասա այն ինչը հետո չես կարող անել։ Շատ լավ։ Թույլ տվեք ներկայացնել ամենանորաթուխ սուպերմոդելին։ Լորդես Գրեգորիա։ Քեզ դուր է գալիս։ Ոչ թե դուր է գալիս, այլ շատ է դուր գալիս։ Ինչ եղավ Պիային, ինչու այդպես հեռացավ։ Արի այսպես անենք փիսիկս։ Արի աչքերդ կապենք, լավ։ Արի, հանգիստ։ Իսկ ինչի համար։ Դե որպեսզի ուշադրությունդ միայն կերակուրի վրա կենտրոնանա։ Ինչպես այն հայտնի ֆիլմում։ Ճիշտ է, այո, ճիշտ այդպես։ Այդքան ամուր մի ձգիր Ակվիլես։ Ոչ, սերիմ չեմ ձգի։ Այսպես լավ է։ Հիմա ասա թե քեզ ուտելու ինչ տամ։ Ռուլետ։ Ռուլետ։ Ճիշտ է, ռուլետ։ Հիմա կհյուրասիրեմ քեզ։ Սոայի սոուսի մեջ թաթախիր։ Իհարկե։ Հիմա կթաթախեմ։ Դե բերան բացարա։ Լավ։ Ինքնատիրը գալիս եմ։ Ինչը վերջ կեր։ Դե դուրս եկա։ Սքանչելի էր։ Ոչինչ։ Ամեն ինչ կարքին է, հրաշալի է։ Ես ամեն ինչ դասավորում եմ։ Մի անհանգստացիր։ Իսկապես շատ հաճելի է Ակվիլես։ Ես էլի եմ ուզում։ Իսկապես։ Հիմա մի հատ էլ կտամ։ Նորից ռուլետ կուզես։ Այո, մի հատ էլ։ Մի ռուլետ էլ իմ գեղեցկուհու, իմ փիսիկի համար։ Ինչու՞ չես տալիս Ակվիլես։ Հիմա կտամ, համբերիր։ Ինչպես միշտ համբերիր Ակվիլես, համբերիր։ Ինչ պատահեց։ Համբերություն։ Ինչ եղավ Ակվիլես։ Շատ կծու է։ Փորձում էի։ Դե վերցրու։ Բերան բացարա։ Միսներ է գալիս գեղեցկուհիս։ Կեր։ Սքանչելի է։ Քեզ դուր եկավ։ Դե մի կտոր էլ կա։ Մի ուրիշ տեսակի։ Հիմա ուզում ես։ Ահա։ Վերցրու։ Ակվիլես։ Այդ ինչ աղմուկ էր։ Ինչ աղմուկ։ Աղմուկը չլսեցիր։ Քամին։ Հետև քամի էր փիսիկս։ Այո, քամի էր։ Ուզում ես։ Քամի։ Այո, քամի։ Աչքերդ բացարա։ Նկատի ունեմ, ուզում եմ ասել բերան բացարա բերան։ Խնդրում եմ Աստծո սիրուն, բավական է տարվես այդ մտքով։ Ես քեզ համար թե կպատրաստեմ, որ հանգստանաս։ Չեմ կարողանում հանգստանալ, հասկանում ես, ես շատ եմ հուզվում, սիրտս անհանգիստ է ու դա Սանտիագոյի հետ է կապված։ Բայց ինչ ես ուզում, դու չես կարող հիմա նրան զանգել, արդեն կես գիշեր է, ավելի լավ է գնա քնիր, վաղն առավոտյան կզանգես։ Դու գնա քնիր, մայրիկ, ես մի քիչ կմնամ ու կաղոթեմ, լավ, մի անհանգստացիր։ Լավ, երկար չմնաս։
Ոչ, բարի գիշեր։ Ով Սուրբ Գույս Տեր Հիսուս Քրիստոս, Սուրբ Գույս, քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ։ Սուրբ Տիրամայր, աղոթիր մեզ մեղսակիցներից համար, թե հիմա եւ թե մեր մահվան ժամին։ Ամեն։ Ով ամենաօրհնյալ որդիդ Աստծո, կենթանարար հոր անքնին ծնունդ, քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ։ Սուրբ Տիրամայր, Մայր Աստվածածին, աղոթիր մեզ մեղսակիցներից այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն։ Ով ամենաօրհնյալ որդիդ Աստծո։ Այս անգամ վանականն իսկապես բանաստեղծություն է գրել։ Ինչպես էր ասում, 6 տարանի է, առջևում ման է մայիսի 3, պահպանեք ձեր կարծիքը, ուրիշ էլ ինչ, ձեր սուրբը տոնում է։ Ձեր սուրբը տոնում է։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ վանականը ուզում եմ, որ Սանտիագոն տարապի, այսինքն ուզում եմ նրան իր զոհը դարձնել։ Այս գրությունին շատ եմ մտահոգում, որքան կարդում եմ, այնքան վախենում եմ ավելի։ Այդ վանականի միտքը այնքան ճկուն է, որ ինչ էլ պլանավորի, ինձ չի զարմացնի։ Միայն թե չեմ հասկանում, թե ինչու է այս սանգմանը Սանտիագոյին վերագրում։ Կարծում եմ, որովհետև պարոն Տոնին նրան է ոսկերչական խանութի տնօրինությունը հանձնել։ Ոչ, Մակո, գիտես ինչ, դա տեսաերեզի հետ որևէ կապ ունի, իսկապես։ Ինձ թվում է դրանք փոխկապակցված են։ Սպասիր ընկերս, դա անհանգստացրեց ինձ։ Սանտիագոն դեռ տուն չի եկել։ Արի նրա հետևից գնանք գտնենք նրան։ Սպասիր։ Ալո Վալեսելոս, ինչ կա։ Ես ճանապարհին եմ, այդտեղ եմ գալիս։ Նոր բան պիտի ասեմ հետաքննության վերաբերյալ։ Լավ, արագացրու, որովհետև ժամանակ չունենք։ Պիտի Վալեսելոսին սպասենք։ Նա այստեղ է գալիս։ Տեր ասած, օգնիր ինձ ուշ տուր։ Մի լքիր ինձ Տեր։ Գիտես ինչ, ես ուրախ եմ այս հանդիպման համար։ Այսպես մենք կարող ենք խոսել։ Ոչ, հանգստացիր։ Սպասիր, արի խոսենք։ Ես կպահեմ քո գաղտնիքը։ Գիտեմ, թե քո խոստովանությունը ինչ կարևոր է։ Եվ ես կարող եմ այն գաղտնի պահել։ Դու հավանաբար գիտես, որ ես ուզում եմ քահանա դառնալ։ Դու եւ ես մի ընտանիք ենք։ Մեր երեքներում նույնարույնն է հոսում։ Ինչու ես կործանման ու մահվան այս տարբերակն ընտրել։ Ես գիտեմ, որ դու ես Կոնստանսը։ Մենք արդեն բոլոր սրբերին աղոթեցինք աղջիկս։ Ես զգում եմ, որ ներսումս ամեն ինչ սակնու վրա է եղել, ասես ստամոքսումս թիթեռներ թռվռան, որից ես ահավորված եմ, զգում չգիտեմ, ես զգում եմ, որ Սանտիագոնի օգնության կարիքն ունի։ Ոչ, մայրիկ, ես վախենում եմ։ Դե լավ անուշիկս, Աստված իմ ախր ինչու այդ սրիկա Տեոբալդոն եկավ։ Պատճառը նա չէ։ Սա ուրիշ տեսական հանգստություն է։ Ես զգում եմ, որ նա վտանգի մեջ է, նրա կյանքը վտանգված է։ Դե լավ աղջիկս, վստահիր Տիրոջը, նա կպաշտպանի Սանտիագոին։ Գիտեմ, որ այդ դու ես որևէ Կոնստանսա։ Ու հասկանում եմ, որ ատելությամբ ես լցված, որովհետև այս ընտանիքում բոլորը ոտնահարում են քեզ, ու սարժանավորնի չեն գնահատում։ Բայց մենք այդ ամենը կկարգավորենք։ Ես կարող եմ այնպես անել, որ դու խանութի իմիջը դառնաս, բայց խնդրում եմ, հաշտվիր ընտանիքի հետ։ Ոչ, որ սպասիր, ուրեմն դու Օվիդիոն ես։ Խոսիր։ Բարկացրեց, որ պատիլը տեսայերիզը ինձ են ուղարկել։ Պատասխանիր, խոսիր ինձ հետ։ Մենք երկուսով ենք եղբայր, խոսիր ինձ հետ, Օվիդիո։ Ես ողտունը տակնու վրա արեցի, բայց այդպես էլ չգտա Էմիլիային։ Նա իրեն լավ չի զգում, ես անհանգստանում եմ։ Վստահ ես, որ ամբողջ տունը տակնու վրա արեցիր։ Ուզում եմ ասել, Մատեոյի սենյակը բաց չթողեցիր։ Ախ, յադիր, ինչ նախանձն ես։ Այստան այնքան պրոբլեմ կա, իսկ դու ամեն ինչ իրար ես խառնում։ Ինչու չես մտածում, որ տատիկը կարող է այլ կերպ մահացած լինի։ Պարզ չէ, որ Դեմետրան այդ պատմությունը շատ լավ գիտի հիմար։ Ճիշտ ես։ Անհնար է, որ Դեմետրան իր մեջ պահել այդ գաղտնիքը։ Պետք է չէ, ինչ որ մեկին ասած լիներ։ Բնական է, որ ինչ որ մեկին ասել է։
Ով է Դեմետրիայի մտերիմ ընկերուհին։ Յոլանդան։ Իսկ ով հանկարծակի անհետացավ։ Չհամարձակվես անգամ այրիկիս անունը տալ Նիկոլաս։ Իսկ ինչու։ Չլինի թե այն վանականի հետ է։ Կամ ավելի վատ։ Հենց նա է վանականը։ Ու անձամբ կխոստովանի ինձ։ Por favor, Ovidio, háblame, ¿sí? Tú y yo somos hermanos, por Dios. Confía en mí. No, no me mates, no. Por favor, confía en mí, sí. Confía en mí como lo estoy haciendo yo contigo. No me mates, no. ¿Quién eres? ¿Acaso eres tú? ¿Eres tú, Yolanda? ¿Ah? Te has decidido vengarte por todo lo que te hizo mi abuela Elena. ¿Es eso? ¿Te quieres vengar de todo el mundo por todo lo que te han hecho? Por favor, vamos a hablar, ¿sí? ¡Confía en mí! Vamos. ¿Has decidido confiar en mí? Հիսուսի առաքյալներից կրտսերն է եղել ու նրան շատ դաժանորեն են սպանել։ Ինչպես։ Նա քարոզերիս է եղել, երբ քահանայի հրամանով նրան տաճարից ցած են նետել, բայց նա ողջ է մնացել։ Ոչ։ Ինձ այդ պատմությունը ամենևին դուր չի գալիս։ Հետո սկսել են քարկոծել նրան, բայց Սանտիագոն դա անտեսելով ծնկի է իջել ու սկսել է աղոթել իր թշնամիների համար, մինչև որ գլխին հարված է ստացել ու մահացել։ Ուրախ եմ, որ որոշեցիր վստահել ինձ։ Լսիր, իսկ ինչու չես ուզում բացել դեմքդ, թույլ տեսնեմ, թե ով ես դու։ Դե լավ։ Լավ, գոնե սկզբի համար արդեն լավ էր։ Իսկ ինչու չես խոսում ինձ հետ։ Դուր լսեմ ձայնդ։ Ոչ, լավ։ Եթե չես ուզում։ Խնդիր չկա։ Մի աներ դիմակդ, մի անհանգստացիր, արի խոսենք։ Արի վստահենք միմյանց։ Ես ծնկի եմ գալիս, տեսնում ես։ Ահա։ Ես աղոթում եմ մեր երկուսի համար։ Վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք։ Մենք համաձայնության կգանք Տիրոջ առջև։ Աղաչում եմ Տեր իմ, լսիր աղոթքս։ Քո առջև ընտանիքիս մի անդամն է կանգնած։ Նա կարող է Օվիդիոն Նիկոլասը, մայրս, Ագրիպինան, կամ հայրս Թեոբալդը լինել։ Բայց կապ չունի ով էր, որ լինի, աղաչում եմ ների նրան։ Նա չգիտակցում, թե ինչ է անում։ Այդպես է վարվում, որովհետև սիրտը չարությամբ, բարասիրությամբ է լցված։ Խնդրում եմ ների նրա բոլոր մեղքերը, թափանցիր նրա հոգին։ Խաղաղությամբ լցնում այն, ով ուզում է որ լինի Լեոնը, որակույր Կոնստանսան, Աքվիլեսը, թե իր կինը Բրոմելան, խնդրում եմ։ Մի դատապարտի նրանց, թե ով էլ որ լինի, Յոլանդան, թե Սարմուիս Էմիլիան։ Ոչ մի ձայն, նա չի պատասխանում, ավելի լավ է խանութ գնանք, վերջին անգամ այնտեղ եմ տեսել նրան։ Ես գալիս եմ քեզ հետ։ Ոչ սերեմ, դու պետք է այստեղ մնաս,
Շատ վտանգավոր է։ Լավ եկեք գնանք։ Շատ խոսելու ոչ մի օգուտ չկա։ Գործի չեն գնում, բայց սպասեք մի րոպե։ Սանտիագոյից հաղորդագրություն ստացա։ Սրբին հասկում են։ Ինչ պատահեց։ Վանականը, որ այդ հաղորդագրությունը Սանտիագոն չի ուղարկել, դա վանականն է ուղարկել։ Եթե վանականը Սանտիագոյի բջջայինով է ուղարկել, ուրեմն վանականը հիմա նրա հետ է։ Եթե այդպես է գրում, ուրեմն վերջն կանապես ոչինչ չի արել, այնպես որ պետք է շտապել։ Ով ամենաօրհնյալ որդիդ Աստծո, կենթանարար հոր անքնին ծնունդ, քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ, Սուրբ Տիրամայր, աղոթիր մեզ մեղսակիցներիս, այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն։ Խնդրում եմ, Աուրելիո, զգույշ կլինես։ Ես վատ կանխազգացում ունեմ, ասես վատ բան է տեղի ունենալու։ Ոչ, միայն հանգստացիր ծերիմ։ Ես Մակոն պատրաստվել ենք, այնպես որ ոչինչ չի լինի։ Դրա լավ, գնացինք այնտեղ։ Ես սիրում եմ քեզ։ Ես էլ։ Աստված իմ թույլ մի տուր, որ դժբախտություն լինի։ Տեր իմ աղաչում եմ, ասա, որ Սանտիագոն լավ է։ Ես վատ կանխազգացում ունեմ։ Ասես, ահավոր բան պիտի տեղի ունենա։ Սանտիագոյին աղաչում եմ, մի լքիր նրան, մենակ մի թող։ Այս ինչ անհանգիստ զգացում է։ Զգում եմ, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու կամ արդեն տեղի է ունենում։ Հուսով եմ սխալվում եմ, բայց ախր այս զգացումը շատ զորեղ է։ Աստված իմ։ Քո ձեռքն եմ հանձնում Սանտիագոյին։ Միայն աղաչում եմ, քեզ թույլ մի տուր, որ նրա հետ վատ բան պատահի, լավ։ Հայր մեր, որ հերքինս ես, Սուրբ Եղեցի անունը քո, եկես ցարքայություն քո, Եղեցի կամ քո, որպես հերքինս եւ հերկրիս։ Դե ինչ, դու մեղ չես օգնի։ Ինչ եղավ Յադիրա, քեզ ինչ եղավ։ Դե լավ, վերջ տուր Յադիրա, որ լուրջ չընդունեցիր Յոլանդայի վանականի կատակը։ Ու ամբողջ օրը քրքջալով չէի շրջի տանը, իհարկե ես նեղացա։ Ասա Նիկոլաս, դու քեզ ինչպես կզգայիր, եթե ես քեզ ասեի, որ մայրդ է վանականը։ Չգիտեմ, Պիան դրա համար ոչ մի պատճառ չունի։ Իսկապես։ Միթե չեն ասում, որ վանականը վրեժ խնդիր է լինում պարոն Տոնից։ Իսկ ես որքան գիտեմ, հայրդ նրան էլ է արհամարել, անգամ մի հասարակ մատանի չի թողել նրան։ Դա ինչպես է։ Յադիրա, սուտ պատմություններ մի հորինիր, լավ։ Այո, թաքցրու։ Դու էլ գիտես, որ խեղճ ու կրակի դեմքով մայրդ նույնպես կասկածյալ է, որովհետև նա էլ է փող սիրում, ու ամեն ինչ կանի այդ կտակի մեջ հայտնվելու համար, այնպես չէ։ Դե լավ, բավական է Յադիրա, հանգստացիր։ Այս տան այնքան չարություն կա, որ մենք ենք սկսում դրանով ոգեշնչվել։ Շատ լավ։ Ես այս մասին այլևս չեմ խոսի, բայց եթե մյուս անգամ համարձակվեք նման հիմարություն դուրս տալ մայրիկիս մասին, նախ շուրջներդ կնայեք, որովհետև այս տանը յուրաքանչյուրը բավական պատճառներ ունի վանականը լինելու համար։ Դու իրավացի ես։ Ներիր ինձ Յադիրա, ես դա դիտավորել չարեցի, ես չէի ուզում նեղացնել քեզ։
Չգիտեմ, Նիկոլաս։ Ինչ է պատահել, ասա։ Երաժշտություն լսելու տրամադրություն չունեմ։ Առանց Յոլանդայի ես ոչինչ եմ։ Որտեղ ես սիրելիս։ Ատեք։ Արգաստը որ եկար։ Ուզում եմ իմանալ, ինչպես են գործերը խանութում։ Ուզում եք իմանալ Սանտիագոն ինչպես է ղեկավարում։ Իհարկե վստահ եմ, տղային կհաջողվի բոլորին հավաքել։ Դե երիտասարդները խանդավառության մեջ են, պարոն Տոնի։ Նրանք ոչ միայն հիմնադրամում են աշխատում, այլ նաև խանութի կոմերցիոն բաժնում։ Ուրախ եմ, որ թորնիկներից սկսել է հետաքրքրել ժառանգությունը, որը վաղ թե ուշ իրենց է պատկանելու։ Այո, բայց մյուսներն այնքան էլ գոհ չեն, պարոն Տոնի։ Նրանք երբեք էլ ինչ-որ բանից գոհ չեն եղել, երբեք, բայց գոնե իրենց դրսևորել գիտեն։ Նրանցից ոչ ոք չի ուզում, որ Սանտիագոն լինի խանութի տնօրենը։ Բրոմելյան, Տեոբալդոն ու Կոնստանսան սկսեցին հակաճառել նրան, չեն ուզում Սանտիագոյի պահանջած զեկույցը ներկայացնել, նույնիսկ Մատեոն չի ենթարկվում նրան։ Ողորմած Աստված, ինչու են նրանք այդքան հպարտ ու չար։ Բայց Սանտիագոն պիտի պնդի, պիտի ստիպի նրանց։ Գիտեմ, որ դժվար կլինի, բայց գիտեմ, որ նա կհասնի իր ուզածին, կհասնի, կտեսնես։ Ես իրոք վիրավորվեցի, որ դու մայրիկից հասցեի նման բաներ ասացիր, Նիկոլաս։ Յադիրա, ուշադրություն մի դարձրու ասածներս վրա, լավ, պարզապես մայրիկիդ հեռանալը շատ տարօրինակ էր, ու ինձ թվաց, լավ, մոռացիր այդ մասին, Յադիրա։ Ես նորից վշտացրեցի քեզ։ Շատ վշտացրեցիր։ Ներիր ինձ, փոքրիկս, ես դիտավորյալ չարեցի։ Լավ, ես ներում եմ քեզ, բայց այլևս նման բան չանես։ Ինչ։ Վստահ ես, որ չես ուզում այդպիսի բան անեմ նորից։ Լսիր։ Համբուրիր ինձ, որ համազվեմ, որ ներում ես ինձ։ Դուք կարողացել եք մոռանալ տեղի ունեցածը, պարոն Տոնի։ Ոչ, ոչ։ Օրերն անցնում են, բայց մի բան, մի հետ, ինչ-որ չնչին մանրուք ինձ նորից այդ օրն է հիշեցնում։ Այդ պատճառով էլ հուսով եմ, որ Սանտիագոն կկարողանա ղեկավարել ընկերությունը, որովհետև ես զգում եմ, որ ուժերս թուլանում են, ու այլևս չեմ կարողանում հաղթահարել այս իրավիճակը, այլևս չեմ ուզում աշխատել, ես վախենում եմ։ Վախենում եք, պարոն Տոնի, ես երբեք չեմ պատկերացրել, որ ձեզնից նման բան կլսեմ։ Պետք է խոստովանեմ, Դեմետրիա, որ վանականի այդ արարքները, այս հիվանդությունը,
Հոլանդայյան հետանալը։ Այդ ամեն ինձ զգացնել է տալիս, որ կյանքս փոխվել է, որ արդեն իմաստ չունի, անիմաստ է դարձել, որ սա արդեն վերջն է։ Իսեր աստծո, պարոն Տոնի, ինչու եք այսպես ասում։ Ախ, տիկին, ես ընդհանրապես ուզում եմ վայելել կյանքի ամենահասարակ հաճույքները, բայց թվում է, թե այլևս վիճակի չեմ։ Պարոն Տոնի, ամեն ինչ փոխվում է։ Դուք Հոլանդայի հետ եք ամուսնացել, վիրահատություն եք տարել։ Հիմա արդեն թույլ եք տալիս, որ ձեր ընտանիքի անդամներն իրենց սեփական կյանքով ապրեն։ Նաև այն, որ Անաստասիան անհետացել է, երեխաներս, թոռնիկներս, հարսներս ատում են իրար, իսկ այդ վանականը իր արարքներով արդեն խելագարության է հասցրել բոլորիս։ Ես երազների խաչի վրա թքած ունեմ, այն ինձ ամենևին հարկավոր չէ, ընդհանրապես ուզում եմ կյանքիս վերջին տարիները կնոջս կողքին անցկացնել, բայց դա ինձ սարսափեցնում է։ Ես սարսափում եմ, երբ մտածում եմ, որ վանականը կարող է հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել և դրա համար էլ դատապարտում է ինձ։ Արագացրու, արցակիր կապերը, նա կարող է ողջ է, արագացրու։ Ինչ պատահեց, ինչ եղավ, ինչ պատահեց։ Վանականն այստեղ է, մենք պետք է բռնենք նրան։ Արի, Վալեսիլոս, արի, օգներ ինձ, ացեք եք Սանտիագոյին, շտապ օգնություն, կանչեք շտապ օգնություն, ինչ եղավ, չգիտեմ ընկերս, նա ծակեց ոտքս, վանականը ծակեց ոտքս, նա, որտեղ է նա։ Այդ ամենն արդեն անցյալ է և ուրիշ ոչ ոք չգիտի այդ մասին։ Ես երիտասարդներին ոչինչ չասացի, ավելին վախեցրեցի նրանց, ասելով, որ ձեզ դուր չի գալիս այդ մասին խոսել այնպես, որ նրանք չպետք է այդ մասին հարցեր տան, պարոն Տոնի։ Լինի թե նրանցից մեկն ու մեկը, ոչ, հնար է, աստված իմ, չգիտեմ ինչ մտածում, արդեն խելագարվում եմ, իսկ եթե սխալվում ենք, եթե այդ բանականը կամ ուրիշ ինչ-որ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունեցել, ոչ, ողորմած աստված, կյանքիս վատագույն օրերը Հելենայի մահվան օրերն են եղել, չեմ ուզում դրանք նորից վերապրել, չեմ ուզում վերհիշել։ Այլևս մի մտածեք այդ մասին, պարոն Տոնի, ոչ ոք չի իմանա այդ մասին։ Հանգստացիր, շտապությունն արդեն ճանապարհին է պինդ գած, սա ինձ դուր չի գալիս, վախներս վրել է, որ մի անգամ էլ է ծակել, ասաս օծի կծած լինի, աչքերդ մի փակիր, ընկեր, մի փակիր աչքերը, դե, Մարկո վանականը, թույլ մի տիր, որ նա փախչի, ոչինչ, սպասիր, նայիր ինձ, մի փակիր աչքերդ, նայիր ինձ, այդքան տգեղ եմ ինչ է, ինձ նայիր ասում եմ։ Սանտիագոն ուշքի է գալիս։ Ինչ է եղել, ինչ է կատարվել այստեղ։ Հանգիստ, շտապ օգնությունը գալիս է։ Դե, դու չես կարող մեռնել, պարզ է, ինձ նայիր ասում եմ։ Ինչ է եղել, ինձ էլ թվաց իմ ետևից ես գալիս, որտեղ էիր։ Ակվիլես, ես տրամադրություն չունեմ, ես հոգնած եմ, այնպես որ վերջ տուր այդ հարցաքննությանդ։ Աշխատում էի, ոսկերչական խանութում էի։ Սանտիագոն պահանջել է, որ ինչ-որ ծիծաղելի զեկուցագրեր ներկայացնեմ իրեն։ Փաստորեն լողավազանից հետո միանգամից աշխատանքի գնացիր, տարօրինակ եմ։ Իսկ ինչ պիտի անեի, պետք է այստեղ գայի ու դատարկան կողմու մեջ քնեի մինչև այդ աղետալի ճաշի ժամը։ Իդեպ դու նորից չկարողացար գոհացնել ինձ։ Դա իմ մեղքը չէր։ Քեզ դժվար է գոհացնել։ Դու միշտ պահանջում ես այն, ինչը ես չեմ կարող քեզ տալ։ Ու դու այդքան հանգիստ ես ասում։ Գիտես ինչ, ես արդեն թքացում եմ, թե դու ինչ ես կարծում։ Հանգիստ մնա չի կարելի ոչ մի կտրուկ շարժում անել։ Ուղղակի ուզում եմ տեսնել ինչպես է ուրել։ Սպասիր, արի սպասենք, մինչև շտապ օգնությունը գա, որովհետև Ուզում եմ վեր կենալ այստեղից։ Մի համարի, Բորովսկի, մի համարի, տեղումդ մնա, մինչև բժիշկները գան։
Դիմացիր։ Փառք Աստծո, որ եկեք արյունը չեք կարողանում կանգնեցնել։ Ոտքը ծակել են, անգարցակի ծակել են։ Ինձ թվում է օծի դույնով են ծակել, այո։ Դե ապա խնդրում եմ նայեք, արագացրեք։ Հիմա պարոն, դիմացեք։ Ոտքս չեմ դիմանում։ Աչքերդ բաց արա, Աուրելիո, բաց արա աչքերդ։ Ներիր ինձ, Տեր Աստված, ներիր ինձ։ Ինչպես ես այդքան հանգիստ ասում, որ ես գոհ չեմ, որ ինձ դժվար է գոհացնել, եթե միշտ դու ես ձախողվում։ Ահա, նորից սկսվեց։ Իհարկե, միշտ էլ դու ես ձախողվել, իսկ ես միշտ զոհ եմ գնացել, ձայն չեմ հանել։ Բավական է։ Մի շարունակիր միտքդ Բրոմելիա, ուրեմն դու իմ զոհն ես։ Քո տղամարդկային անբուժելի անընդունակության, որն ինձ դատապարտել այս թշվառ կյանքին։ Ես չեմ ապրում սեռական կյանքով։ Ես քեզ չեմ գոհացնում Բրոմելիա, որովհետև դու այլևս ինձ չես ուզում։ Ինչ։ Ես չեմ ուզում քեզ գոհացնել։ Չափավորիր բառերդ։ Ես սիրում եմ քեզ։ Սիրում եմ քեզ այնպես, ինչպես ոչ ոքի երբեք չեմ սիրել։ Դու իմ աստվածուհին ես, ես պաշտում եմ քեզ։ Բայց յուրաքանչյուր տղամարդ էլ ուզում է, որ իր սերը փոխադարձ լինի։ Վերջ տուրակվիլես, ես որպես կին եմ գանգատվում եւ կարծում եմ, որ դրա իրավունքն ունեմ։ Միթե չես հասկանում, որ ես կշտացել հոգնել եմ քո գանգատներից։ Քո կոպիտ վերաբերմունքից, կշտամբակներից։ Այն բանից, որ ինձ անընդհատ հիմարի, անպիտանի միամիտ տեղ ես դնում։ Մի չափազանցրու Ակվիլես, ես փորձում եմ քեզ ուժեղ տղամարդ դարձնել։ Ուզում էի, որ բոլորը քեզ մատով ցույց տան, բայց իհարկե, դու հիմա դա վատություն ես համարում։ Քո վիրավորանքներով ու նախատինքներով դու սպանել ես քո հանդեպ ունեցած մեծ սերը։ Դժոխք ես դարձրել իմ կյանքը։ Ինձ աշխարհի ամենավատ, ամենադժվար տղամարդն ես դարձրել։ Մարել ես իմ սերը, տենչանքը ու կիրքը քո հանդեպ։ Հարցն այն չէ, որ ես ի վիճակի չեմ հաճույք պատճառել քեզ։ Պարզապես ես դրա ցանկությունը չունեմ այլևս։ Վերկաց, Աուրելիո, մենք բոլորս այստեղ ենք։ Ու չես կարող հենց այսպես հեռանալ այս աշխարհից։ Արագացրու, խնդրում եմ, տեսեք Աուրելիոն ինչպես է։ Նրան հիվանդանոց տարեք։ Հանգստացեք, պարոն, հանգիստ։ Մենք նրան հակատվին ենք ներարկում։ Դա միակ բանն է, որ կարող է օգնել։ Կարծում եք բավական է։ Պետք է տեսնենք։ Տեսնենք ինչ ռեակցիա է առաջացնում, թույնն արդեն ազդեցություն ունեցել է։ Աստված իմ ինչ է սա։ Օգնեք ընկերոջս, նա փոխվում է։ Այո, լավ, տարեք նրան։ Ես կարող եմ մեքենան նստել։ Այս ինչ իրարանցում է, ինչ է կատարվում այստեղ։ Բանակարանը նորից հարձակվել է ու հանգիստ։ Ես Աուրելիոն վիրավոր ենք։ Բայց նրա վիճակը շատ ավելի վատ է։ Դե լավ, արթնացիր, ուշքի արիր։ Մի դուք որ նա մեռնի։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորիմված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիք է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել եմ ուզում ես ուր էլ փախչեմ